Արդյունի եթերում վերլուծությունների ժամանակն է հարգելի հեռուստադիտողներ եւ արդեն մեր տաղավարում է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Մենք այսօր անդրադառնալու հնարավորություն ունեցանք մեր լրատվական ծառայության աշխատանքի ընթացքում, այսօր պարոն Չիբուխչյանը թերևս մի քիչ կմանրամասնի եւ կվերլուծի Վարդան Ղուկասյանի արտահայտությունները Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի Փաշինյանին հակադարձելով, եկեք այս մասին խոսենք։ Այո, գիտեք ինչն է կարևոր էստեղ։ Ես ընդհանրապես չեմ սիրում շատ այսպես ինչ որ, չգիտեմ, ներքաղաքական ներքին վեճերի մեջ մտնենք, որտեղ մենք այստեղ Սփյուռքից այդուամենայնիվ ես ինքս փորձում եմ շատ ներքին կյանքի մեջ չմտնեմ, հա, եթե դա ինչ-որ շատ ինչ-որ բան դեպք չի, չգիտեմ, ասֆալտը միտեղ լավ չեն գցե եւ այլն, հա։ Ես միշտ ասում, դա Հայաստանի ժողովրդի գործն է, եթե ինչ-որ, ասենք, կոռուպցիայի հետ չի կապված, եթե ինչ-որ գլոբալ խնդրի հետ չի կապված դա, ես աշխատում եմ այդ ներքին մեկը մի բանից է դժգոհ, մեկը մյուսը, այսինքն պետք է հստակ տարբերակել, որովհետեւ այդուամենայնիվ մենք Սփյուռքից չենք ուզում սովորացնենք չգիտեմ, ասֆալտը մոս փռել կոպիտ ասած, հա, մենք կարանք պրոբլեմը նկարագրենք կամ խորհուրդ տանք կընդունենք, չեն ընդունի, հա, հիմա, բայց ինչի է ինձ հետաքրքրում, ինչի աչք ծակեց, որտեղ հիմա խոսում է մամուլը այդ մասին, վարչապետը հայտարարություն արեց ազգային ժողովում, իսկ ինչից սկսել պատմությունը սկսել է նրանից, որ Վարդան Ղուկասյանը արդեն որերորդ անգամ ակնարկում է, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ միություն կազմի, ուրեմն միութենական պետություն կազմի եւ այլ այսպես շարունակ եւ ուրեմն Վարդան Ղուկասյանը ընդ որում տեսեք որքան ես հասկանում եմ ես ինքս ծանոթ չէի այդ արտահայտություններին բայց հանրայինի եթերով ԿՊ խմբակցության ղեկավարին էին կանչել Գյումրիի եւ ինչ որ հարցեր էին հնչում ես ինքս չեմ լսել ինչ է ասել բայց որքան հասկացա ըստ իրենց խոսակցության Վարդան Ղուկասյանը ասել է որ Ռուսաստանը մեզ միջուկային զենք կտա, չգիտեմ, հետո հիշում եք ասում են մեծ ներդրումներ կբերի կդնի։ Գործարանները բացվելու են հենց ես ընտրվեմ ասում։ Սաղ, բան, Գյումրին, Ռիո դե Ժանեյրո, չէ, Ռիո չէ, Մոնակո է, Մոնտե Կարլո է, խաբար չենք մենք հասկանում, եք հեսա Պուտինը գալու է անձամբ այդ ներդրումները անի։ Եվ այսպես շարունակ, պարզա որ այդ ամեն ինչը սուտ է, պարզա որ Ռուսաստանը հազիվ իդեպ հետաքրքրական մի պուճուրիկ շեղվենք, վերջին նորությունը ասեմ, որ ես ուրեմն երկու հանգամանք կա ռուսները հիմա շատ ծանր բան վիճակում են դուք տեսաք Տրամփի ելույթն էլ նաև եւ Հեքսեթի անգամ այդ ելույթի ժամանակ կրկին շեշտվեց որ Ռուսաստանը թղթի վագրա որ Ռուսաստանի տնտեսությունը քանդվում է եւ հետաքրքրական մի բան Ռուսաստանը հիմա ապավինել է Չինաստանի վրա բայց իդեպ ասեմ ցավոք սրտի Հայաստանն էլ է շատ սկսել նայել Չինաստանի վրա եւ ես նորից ես վաղվա լայվում կտամ եւ ինձ իրոք շատ անհանգստացնում է վարչապետի տիկնոջ գտնվելը Չինաստանը որտեւ ես դա ուղակի ուսման հետ այն էլ փիլիսոփայություն որը 21-րդ դարում ընդհանրապես ակտուալ առարկա չի դա վերադարձել է մինչեւ պաշտպանությունը շատ արագ են իրեն պաշտպանություն նշանակել արդեն վերադարձել է Հայաստան ասում են ինքն էլ ուրախ է եւ զարմացած է այս փաստից որ արագ իրեն ես շատ ուրախ եմ ես տեղյակ որ ինքը վերադարձել է ես հուսով եմ որ լսվել է վերջապես մեր մտահոգությունները որտեղ դա շատ վտանգավոր բան է այս պայմաններում ուրեմն շատ լուրջ բաներ է ուրեմն գնում այնտեղ ինչ որ արդեն հանդիպումներ բանի եւ ասեմ ձեզ իրականում այդ թաքնված ճնշումները շատ են բայց հիմա չշեղմենք տեսեք Ռուսաստանը պարտատոմսեր է ուզում թողարկի, ոչ միտեղ չեն գնում իր պարտատոմսերը, գիտեք, ռիսկային է, պետությունը այդ վիճակումով կգնի պարտատոմսերը։ Եվ հետաքրքրական է, որ այդ պարտատոմսերը գնելու հույսը Չինաստանի վրա էր, որ չինացիները պետք է չինական բանկերը գնեն ռուսական պարտատոմսերը, դե գնահատական փող պիտի տան Ռուսաստանին, հա։ Բայց վերջին տեղեկություններով չինական բանկերը հրաժարվում են գնել ռուսական պարտատոմսերը, դրանք համարելով ռիսկային, հա։ Ռուսական մեդիայում դա փչվում է, որ հեսա մենք այդ փողը կստանանք, հեսա Սիբիրի ուժը գազամուղը երկրորդը կկառուցենք Մոնղոլիայով Չինաստան։ Այո, գիտեք ինչն է խնդիրը, Չինաստանը քցող է, ոնց որ ռուսներն են քցող, այնց էլ չինացիները աջակցում են այնքան մինչև իրանք համարում են, որ չինացիները փող հենց այնպես տվող չեն, չինացիները ամեն կոպեկի համար քթից բերող են։ Եվ հիմա ինչ են ասում, չինացիները ասում են, այո, հիմա երբ որ այնտեղ հարց են տալի Չինաստանում, ասում են, բա Ռուսաստանում արդեն ասում են, որ հեսա դուք իրանց պարտատոմսերը գնում եք, երբ եք գնում, ասա մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, կոպիտ ասած, հա, տանջվում աշխատում մտածում ենք, բայց դե բաներ կան, որ անհնար են։
Հասկանում եք։ Մնացածից այն Կորեան ու Վենեսուելա։ Այսինքն հասկանում եք ինչա տեղի ունեն, բայց բոլորը խնդիր ունեն։ Հիմա հենց հասել է որ Չինաստանը փող տա կոնկրետ արդեն որտեղ Ռուսաստանի տնտեսությունը առնվազն ուրեմն մոտ տասնյակի արդեն էսպայն 7-8 տրիլիոն կարծեմ ռուբլի բան ունի, դեֆիցիտ ունի, տարին չի բրծե։ Հələ տարին չի բրծե։ Ու այնտեղ արդեն փող տպելու մասին է խոսում եւ այլն, այսպես շարունակ, հա։ Եվ այդ ինչի շեղվեցի, վերադառնանք մարդիկ չմտածեն թեմայից։ Ինչի շեղ, հիմա այդ Ռուսաստանը ինչ ներդրում է անելու Հայաստանին։ Այդ Ռուսաստանը ինչ ատոմակայան է կառուցելու Հայաստանում։ Այսինքն ինչի մասին է խոսքը, հա, որ ասենք նույն վարչապետը ասացա, մենք Ռուսաստանի հետ ենք բանակցում, Ռուսաստանին հուսով ես անում, որ կարող է Իրանից ատոմակայան գնես։ Իրանք նախ ասեմ ձեզ երկու կրկնակի երակի երկար են կառուցում, երկրորդը նույն տիպի եւ Չինաստանը պարտքերի տակ են գցում, իրանք են այսինքն բնականաբար դա անհնար բան է։ Հիմա իրենք լոկալ ատոմակայաններ չեն սարքում, որ բերեն։ Հիմա ունեն հիմա ռիթմ 200 իբր փոքր մոդուլային իբր տեխնոլոգիան ունեն։ Ես միշտ դա համեմատում եմ այդ Սպուտնիկը, որ եղավ, իրենց վակցինան, որ արտա COVID-ը որ սարքեցին, ինքը առաջինը իբր թե արտադրեց, որը իսկականից չէր օգնում, վնասում էր եւ Պուտինը զանգել էր այդ ընթացքում Թրամփին, խնդրել էր Pfizer։ Պատկերացնում եք տարբերությունը։ Հա, այսինքն նույն բանն է։ Հիմա տեսեք, այդ Ռուսաստանը ինչ ներդրում պիտի անի Գյումրիում, հա, կամ այդ Ռուսաստանը, որ այսօր ընկած է Չինաստանից վասալական կախվածության մեջ, ինչ միության մեջ մենք պիտի մտնենք Ռուսաստան հետ, կամ ասում եմ, ես չեմ ասել գուբերնիա դառնա, որտեղ վարչապետը, այսինքն ինքը Վարդան Ղուկասյանը Հայաստանը տանում է դեպի ռուսական ստրկություն, ակնհայտորեն, որտեղ դու ուզում ես դա ձևակերպի միութենական պետություն, բոլորը գիտեն, որ կա դե ֆակտո եւ դե յուրե հասկացություն, չէ՞, որ երբ որ կա դե ֆակտո, շատ ժամանակ դե յուրեն էական չի արդեն, որտեվ դե ֆակտո դու ես այնինչ, օրինակի համար դե ֆակտո մենք հապկը սառացրել ենք, չէ՞, եւ այլն, կներեք, դե յուրե մենք հապկը չենք սառացրել, դե ֆակտո մենք հապկը սառացրել ենք, հա, բայց դե ֆակտո մենք հապկից դուրս չենք եկել։ Իսկ սառացնել հասկացություն չկա, գոյություն չունի։ Այ երբ որ մենք հապկից դուրս գանք, դե յուրե, այս դեպքում, հա, կներեք այստեղ թարս օրինակ ստացվեց, եթե դուրս գանք դե յուրե հապկից, հա, կստացվի որ նաև դե ֆակտո հապկից դուրս ենք եկել։ Այսինքն շատ ժամանակ դե յուրեն եւ դե ֆակտոն այսպես այնպես չի որ միշտ դե յուրեն է այսպես բան իրավականը, որտեղ դու կարող ես դե յուրե անկախ լինես, հիմա այս օրինակը, բայց դե ֆակտո անկախ չլինես օրինակ Ռուսաստանից, հա։ Դե յուրե Բելարուսը այսօր կոպիտ ասած անկախ պետություն է, բայց դե ֆակտո այս ավելի ճիշտ օրինակ ստացվել։ Բայց դե ֆակտո Բելարուսը Ռուսաստանը, դե ֆակտո Ռուսաստանը այսօր Չինաստանի կցորդն է դառնում, հա։ Եվ հիմա այս իրավիճակում, եթե դու ասում ես մենք գնանք միութենական պետություն կազմենք Ռուսաստանի հետ, դու դե յուրե անկախ ես մնում, տեսականորեն, անգամ եթե որոշ պետությունների ինչ որ անկախության բաներ թողնեն, բայց դե ֆակտո դու գուբերնիա ես, որտեղ մենք գիտենք Ռուսաստանը ոնց է վերաբերվում քոպես պետություններին։ Ճիշտ եմ ասում։ Այո, այո։ Իսկ ում համար է դա գաղտնիք, որ դու գուբերնիա ես դառնալու։ Որ ֆորպոստ դառնա Հայաստանը սա։ Այո, առանց էլ նես չի որ հիմա շատ անկախ ենք, էլի։ Դու մի հատ էլ ինչ ես անում, եռապատկում ես այդ կախվածությունը Ռուսաստանից, հա։ Եվ ընդ որում, եթե մենք հիմա գործ ունենք, ես էլ ասեմ, արագ որ մենք գործ ունենայինք հզոր, տնտեսապես անկախ, ինչ որ մեծ արդյունաբերություն ունեցող երկրի հետ, որը այսպես, չգիտեմ, քո տնտեսությունը կծաղկացներ, ասեմ, հա, քանդվող պետության մեջ տանում ես մեկ այլ պետությունից վասալական կախվածության մեջ գտնվող ֆաշիստական պետությունից կախվածության մեջ ես դնում, որ ինչ անես։ Դա Ղուկասյանն է, պարոն Գյումրիի քաղաքապետը, այո, հիմա գնում ենք գովազդային դադարի։ Տաղավարում վերլուծությունների ժամանակն է, հաղորդման առաջին մասում պարոն Չիբուխչյանը անդրադարձավ Վարդանիկ Վարդան Գյումրիի քաղաքապետ Ղուկասյանի։ Մենք հանգիստ կարող ենք արդեն Վարդանիկ ասել, ինքը ասեց, որ դա իր համար կոմպլիմենտ է։ Այո, պատիվ է, ուրեմն եւ խնդիր չկա, եթե պատիվ է, մենք այդ պատիվը կմատուցենք եւ ոչ մի խնդիր, եթե հաճելի է, հատկապես հաճելի կպատճառենք։
խնդիր չկա, բայց հիմա տեսեք ինչն է խնդիրը։ Հարցը հետեւյալն է, որ ինքը անգամ այս ուրեմն վարչապետը երբ որ ասում է այդպիսի մարդկանց պետքա դուրս գցել, ովքեր անկախությունը կասկածի տակ են դնում, այնտեղ շանտղու բան բացվեց, կռիվ բացվեց, որտեղ ասել էր որ իմ արտահայտությունների վրա, որ ես համարում եմ, որ Հայաստանը պետքա միութենական պետություն դառնա, որտեղ ասել որ տես չի կարծում թուրքամետ է, ու մի խոսքով այսպիսի մի այլանդակություն ուղղակի։ Ես մի հատ ուրիշ բան եմ ուզում հարցնեմ։ Ես համաձայն եմ վարչապետի հետ, ընդ որում ես վստահ եմ, որ եթե մի քիչ քրեական օրենսգրքի մեջ փորփրեն, հատկապես ինքն էլ կասկած հարց է Փաշինյանը, քրեական օրենսգրքի մեջ որ մի քիչ փորփրեն, իրենք կգտնեն այն հոդվածը, որ Հայաստանը ուղղակի տանում է ստրկության, որովհետև դե ֆակտո դու Հայաստանը տանում ես ստրկության։ Այն է մի պետության, որը սոր ֆաշիստական, ընդ որում այնպիսի միության մեջ ես դու արդեն Ռուսաստանի հետ, ամենակարևոր տնտեսական այսօր ամեն ինչը որոշում է տնտեսությունը։ Ինչ ես դրանից ավել ուզում, ասում եմ ոչ մի երկիր այսօր առանց միության մեջ չի բանանում, ասում օրինակ Եվրամիություն, ուրեմն դու Եվրամիությունը համեմատում ես քո ֆաշիստական միության հետ, պետություն, որ ամբողջ աշխարհի կողմից մերժված է մենակ Հյուսիսային Կորեայի ու Իրանի կողմից, էլի էժանագին ուրեմն բանա խաղում, որ մենք չենք ուզում տղամարդու շորերի մեջ կանացի շորերով տղամարդ, այդտեղ ուզում եմ հիշեմ ամբողջ ռուսական քաղաքական վերնախավը, որի մի զգալի մաս ուղղակի ուրեմն կոստյումը հանում է կանացի շորը հագնում, նույնիսկ սկսած Վոլոդինների, Ժիրինովսկիներից, որ հենց Ռուսաստանում են այդ մասին խոսում, որ Ռուսաստանի շոու բիզնեսը, որ ժամանակ ռուսական ալիք ես միացնում, ուրեմն շորով տղամարդ է, ու դու քարոզում ես, որ այդ է մաչոյական պետությունը, որտեղ մենք պետք է գնանք։ Ես Միացյալ Նահանգները մի 5 անգամ ավելի կոնսերվատիվ է այդ առումով, քան Ռուսաստանը։ Ուզում եմ բոլորի ուղեղը մտնի։ Եթե ուրեմն այդ արժեքներով են գնում, ուրեմն Միացյալ Նահանգները 5 անգամ ավելի կոնսերվատիվ պետություն է, քան Ռուսաստանը։ Դուք տեսաք PKX-ի ելույթը, որի մասին մենք բան կանենք, որ խոսենք, որ գեներալների առջև։ Այո, անգամ Ռուսաստանում այդպիսի բան չկա, որ գեներալների առջև կանգնես։ Այո, փորերից բռնած տղամարդու, ասեց էլի պետք է տղամարդը պետք է երկար մաս չունենա, այդ աստիճան հասկանում եք, ինչ Ռուսաստան։ Եվ հիմա այս իրավիճակում ես թվերը մի հարց ունեմ, այդ սա մի կողմ։ Այդ պարզա, որ ինքը ես չեմ բացառում, որ ասենք, այսինքն ակնհայտորեն կոմունիստ է, ակնհայտորեն ինչ որ Ռուսաստանի հետ կապեր ունի, որ ինչ որ ուզում է ներդրումներ բերի։ Հիմա պետք է պարզել, Ռուսաստանից կարող է ֆինանսավորվում, թե չէ, օրինակ հիմա ուզում են նոր օրենք ստեղծեն, չէ՞ որ պարզեն կուսակցությունների ֆինանսավորում, նոր են ուզում ստեղծեն, 7 տարի 8 տարի անցել է այս ընտրությունները, հա։ Ինչի է Վարդան Ղուկասյանը, որը հայտնի է, օրինակ մի հատ պարզեք ոնց է հարստացել Վարդան Ղուկասյանը։ Բոլորը գիտեն, ասում է, գիտեք են, ասում է ամբողջ, ասում է բանա, չէ, պոլիշանելի գաղտնիք կա, չէ, այդպիսի բան կա կամ։ Հիմա բոլորը գիտեն ամեն ինչ, բայց օրենքը կույր է։ Ինչի՞ է Վարդան Ղուկասյանը ազատության մեջ։ Բոլորը գիտեն Վարդան, հիմա ցանկացած գյումրեցի, որ ինձ գրում, ասում է դու գիտես իր տղան ինչեր է անում Գյումրիում, ինչեր է արել։ Դու գիտես ինքը ինչեր է արել, ինչեր է անում։ Դեռ այսօր բոլոր ուզում եք ասեք ոչ մի բան չեք գտե Վարդան Ղուկասյանի վրա, որ հիմա ինքը Գյումրիում քաղաքապետ է, դեմոկրատական հեղափոխությունից 7 տարի անց 7 տարի անց մարդ, որը միշտ հայտնի է եղել իր ուրեմն մեղմ ասած ոչ դեմոկրատական բարքերով, ասում եմ ես ընտրված մարդ եմ, ոնց են ինձ հանում դու շպրտում, բոլորը չգիտեն ոնց ես դու ընտրվել։ Եթե չասենք անբարո բարքերով հայտնի։ Ուրեմն ազգային ես նորից եմ ասում, այս ամեն ինչը շոուի փոխարեն, ուրեմն սա շոու է, որովհետև երբ որ հեղափոխությունից 7 տարի անց Գյումրիի քաղաքապետ Հայաստանի երկրորդ քաղաքի դառնում է կոմունիստ, դիկտատոր, չգիտեմ, Ռուսաստանի հետ միության կողմնակից, ուրեմն իր բարքերով մեղմ ասած ոչ դեմոկրատական հայտնի մեկը, ուրեմն պետք է, ասենք, սա նշանակում է, որ մի պրոբլեմ կա, լուրջ պրոբլեմ կա, որովհետև նորից եմ կրկնում, ցանկության դեպքում կարելի է բանը ժողովածու հրապարակել։ Ես վստահ եմ Վարդան Ղուկասյանի եւ իր որդու արարքների ժողովածու կարելի է հրապարակել։ Այսօր կոնկրետ հոդվածներն էին թվարկված եւ բավական մեծ տեղ էին զբաղացնում այդ թվարկումը ու ասեմ ձեզ, սա այն դեպքերն է, եւ որ որևէ մեկը ձեզ չի մեղադրի, որ դուք հետապնդեցիք, բռնեցիք, որտեղ բոլորը գիտեն ով է Վարդան Ղուկասյանը։ Եվ
Պարոն Չիբուխչյան, բոլորս գիտենք, այսօր Միացյալ Նահանգներում ինչ է տեղի ունենում, արդեն երկրորդ օրն է, շատդաուն, կառավարությունը դադարեցնում է գործունեությունը։ Տեսեք, շատ հետաքրքրական պայքար է սկսել, սա արդեն ներքաղաքական լրջագույն պայքարը դեմոկրատների եւ հանրապետականների միջեւ, բայց կներեք մի բան էլ էլի, պոստերով են պատասխանում, Ռուբինյանը, բանը, ինչ որ պոստերով են իրար պատասխանում, ԿՊ-ականներով, ժողովուրդ ամոթ է։ Իշխանությունն էլ է ձեր ձեռը, ասենք դուք հասկանում եք, ուղղակի ես կասկած եմ ունենում արդեն մեկ-մեկ, որ շոուի են վերածել ժողովրդին, ուրեմն ձեռ է տալի, որ պետք չի հələ դեմոկրատը, պետք է որ Վարդանիկի նմանները շարունակեն քաղաքապետեր լինել, որ ժողովուրդը շատ չթուլանա, հա, որ դուք ինչ որ մրցակից ունենաք, որ ինչ որ դրա վրա փորձեք միավորներ հավաքել, այտենց չի լինում։ Ժողովուրդը արդեն հոգնել է ձեզանից գործողություն սպասել, Վարդանիկի նմաններ Հայաստանում պետքա հեղափոխությունից 8 տարի հետո չլինեին ընդհանրապես։ Կներեք, սա իմ անձնական կարծիքն է։ Հիմա շատ դաուն է հետ կապված, տեսեք, սա շատ ավելի մեծ, շատ ավելի գլոբալ պայքար է։ Թրամփը մեղադրում է ուրեմն լիբերալներին, ռադիկալ ձախերին եւ այլն այսպես շարունակ։ Չի ուզում գնալ ոչ մի զիջման, իսկ խոսքը առողջապահության համակարգի մասին է։ Մանիպուլյացիա են անում, որ սա լեգալ կամ ոչ լեգալ ուրեմն բանի մասին է, հա, ուրեմն լեգալ կամ ոչ լեգալ էմիգրանտների իբր օգնության մասին է, այդպիսի բան չկա, մեզանից շատերը ովքեր ուրեմն միջին կամ միջինից ցածր կենսամակարդակ ունեն, այդ սուբսիդիաների պատճառով առողջապահական կարող ենք տուժել, Օբամա քերից բռնած ամեն ինչ կարող է թանկանալ, ուրեմն այն մարդիկ ովքեր ասում ինշուրանսի համար վճարում են, ինչ ու զորով մի կերպ կամ այսպես ասած համատաբար էժան ինշուրանս են վերցնում, նրանք կարող է ստիպված լինեն մինչև նոր տարի շատ ավելի թանկ վճարել։ Խոսքը նրա մասին է, որ դեմոկրատների միակ զենքը, որ մնացել է, իրենք չեն ուզում վայր դնել, բայց Թրամփն էլ ասում է ես ոչ մի բանի չեմ համաձայնվում, երբ որ դուք հիմա կընդունեք այս բյուջեն, հետո կնստենք կխոսենք, բայց այստեղ ես ուրիշ մտահոգություն ունեմ։ Այստեղ մտահոգությունը, այսինքն, տեսեք, ես վաղվա իմ լայվում կտամ այդ հատվածը կտամ։ Հիմա աշխարհը փոխվում է, եւ մենք ուշադրություն չդարձրեցինք Փիթ Հեքսեթի եւ Դոնալդ Թրամփի այդ զինվորականների, այո, որտեղ եւ այդ ճարպոտ գեներալներից է խոսում, որ այդպիսի բան չեն, չնայած Ամերիկայում մենք գիտենք դա առանց այդ էլ այդպիսի բան չկա, էլի ճարպոտ գեներալ չես տեսնի Միացյալ Նահանգներում գրեթե, արդեն թոշակառ գուցե վետերան, բայց ոչ գործող ճարպոտ գեներալ, էլի խստացում եւ այլս վաղը կներկայացնեմ։ Խոսքը նրա մասին է, որ Փիթ Հեքսեթը հիմա շատերը ծաղրում են, ինչ որ ռուսական դաշտում ուրեմն խորը դեգեներատներ կան, որ էլի սկսում են ինչ որ վերածել սա կոմեդիայի, Թրամփը սենց ասեց, նա սենց ասեց, նա նենց ասեց։ Տեսեք, այսինքն տեսեք, ուրեմն, չգիտեմ, մահացու գաղտնիք բարձրացեց, ինչ որ, չգիտեմ, Թրամփը նավի վրով արտահայտեց ծիծաղում է։ Մենք գիտենք Թրամփը ոնց է խոսում, գաղտնիք չի, բոլորս էլ հասկացել ենք Թրամփի ոչ եղելը, բայց ընկալումը հետեւյալն է։ Մի փոքր այսպես խստություն է մտցվում Միացյալ Նահանգներում, այսինքն ավտորիտարիզմի հոտ եմ սկսում առնել այս ամեն ինչից, ինչու՞։ Որովհետև ամբողջ միտքը այս ամեն ինչին է, որ Ամերիկայի ժողովրդին պատրաստվում են, որ պացիֆիզմը, պոլիտկոռեկտությունը, ոք կուլտուրան, գիտեք որ կուլտուրան որն է, ուրեմն diversity, equity, inclusion-ը, այսինքն այդ որ պետքա բոլոր ռասաներ, չգիտեմ եւ այլն, ռասայական խտրականություն, որ պետքա կազմ հավաքելուց հաշվի առնել այդ բոլոր բաները տալ, ինչ է, այսինքն բանակում պետքա բոլորը հավասար լինեն, սա նրա մասին է խոսում, որ մի կարող, այո, Փիթ Հեքսեթն էլ անհաջող շոում են, կոպիտ ասած բան չունեմ ասելու, ինչ որ, բայց գլոբալ ինչ ասվեց։ Միացյալ Նահանգները պատրաստվում է պատերազմի եւ թույլ հասարակություն կամ պոլիտկոռեկտությամբ տառապող հասարակություն այլևս պետք չի Միացյալ Նահանգներում։ Հասարակությունը պատրաստվում են շատ ավելի կարևոր որոշումների։ Մենք պետք է պատրաստ լինենք նաեւ պատերազմի սրա մասին էր խոսքը, թե վաղը պատերազմը ու մենք գնանք, բայց խոսվեց որ միամիտ մի եղեք աշխարհը, այո, բայց ամենակարևորը ինչ ասվեց, ասեց աշխարհը այն վիճակում է, որ այսինքն հենց այսօրվանից մենք պետքա պատրաստենք պատերազմների, դրա համար փոխել ենք նախարարության անունը։ Այսինքն լուրջ process-ները աշխարհում տեղի ունենում եւ մենք պետքա միամիտ չլինենք այսօր եւ ինչ որ իլյուզիաներով չտառապենք։ Նաեւ այս մասին է բաղված ձեր YouTube-յան լայվը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեր ծրագիրն այսօր ավարտվեց, արգելի հեռուստադիտողներ, ցտեսություն։ Հաջողություն։